Արդյոք դիտավորյալ են փչացվել այն Ավտոշարասյան ռադիոկապի սարքերը, որը վթարի էր ենթարկել Սոնա Մնացականյանին ու որի հետևանքով Սոնան եւ նրա չծնված երեխան մահացան։ Այդ ռադիոկապի սարքերը մինչ օրս չեն ներկայացվել փորձաքննության։ Իսկ դրանց փորձաքննությունը կարևոր էր այդ սարքերի, որովհետեւ դրանք էին արձանագրել վթարի պահին ով ինչ է խոսել, ինչ հրահանգներ են տվել օրինակ ուղեկցողներին, վարորդին, այն պահին, երբ Սոնա Մնացականին ենթարկել էին արդեն վրաերթի, ինչ հրահանգներ է տվել կամ ինչպես է իրեն պահել Նիկոլ Փաշինյանը, արդյոք տվել է հրահանգներ, ինչ է ասել այդ ընթացքում, ակնհայտ էր, որ այս սարքերը մեղավորներին որոշելու հարցում սկզբունքային կարևորություն ունեն, եւ դրա համար ես կարծում եմ հենց դիտավորյալ էլ փչացվել են այս սարքերը, որպեսզի լուծվի նաեւ Նիկոլ Փաշինյանին պատասխանատվությունից ազատելու հարցը։ 4 տարի է անցել նրանից, որ մահացել է Սոնան ու նրա երեխան։ Այստեղ ապացույցներն այն աստիճան ակնհայտ են եւ ես որպես մասնագետ եմ դա ասում։ Կար հստակ տեսագրված դեպքի բոլոր հանգամանքները։ Փորձաքննությունը ցույց է տվել, որ մահը վրա է հասել արագությունը գերազանցելու պատճառով։ Ու այդ պայմաններում մինչ օրս 4 տարի չի լուծվել մեղավորների պատասխանատվության հարցը։ Վնասի հատուցման հարց անգամ այստեղ լուծված չէ, այսինքն այն աստիճան է այստեղ արդարությունը ոտնակող արված, որ գոնե վնասի հատուցմամբ մեղավորներին հələ մի կողմ թողնենք պատասխանատվությունը։ Վնասի հատուցմամբ տուժողների համար արդարություն ապահովեն։ Սա է Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանը, որտեղ նրանց ստեղծած կեղծ պատկերների հետևում հովանավորչություն է, որտեղ նրանց ստեղծած կեղծ պատկերների հետևում անպատժելիություն է, եթե խոսքը վերաբերում է իրենց մասին, այսինքն սեփական մարդկանց մասին։ Դրա համար արդարությունը նաև սրա համար է մեր երկրին պետք, որպեսզի բացառվեն նման հովանավորչությունները, իսկ մեղավորները ենթարկվեն անհապաղ պատասխանատվության մեր որևէ քաղաքացու վնաս հասցնելու համար։